Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանի եւ Լատվիայի նախագահներն առանձնազրույցի եւ պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել։ Նախագահները ողջունել են Հայաստանում Եվրամիության անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության նոր առաքելություն ստեղծելու որոշումը։ Նրանք վերահաստատել են հանձնառությունը Հայաստանի եւ Եվրամիության միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր ռազմավարական օրակարգի շրջանակներում։ Այս համատեքստում նախագահներն աջակցություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հետագա առաջմղմանը, ինչպես նաև եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին տրամադրվող աջակցության շարունակությունը։ Ողջունելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի պատմական դինամիկան, Ռինկևիցը բարձր է գնահատել Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղված շարունակական ջանքերը, նաև ողջունել Հայաստանի հաստատակամ հանձնառությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, անդրադարձ է եղել նաև TRIP նախագծին։ Մենք առանձնահատուկ գնահատում ենք Լատվիայի հետ մեր հարաբերությունները, դրանք բարեկամական են, եղբայրական են։ Շնորհակալություն ենք հայտնում Լատվիային այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հատկապես ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։ Ողջունում եմ ձեզ մեկ անգամ եւս, հույս հայտնում, որ ձեր այցելությունը մի նոր խթան կդառնա մեր հարաբերությունների շարունակականությունը ապահովելու համար։ Ուղղակի հիշեցնեմ, որ վերջին անգամ պաշտոնական այս մակարդակով այց եղել է 2015 թվականին։ Այնպես որ կարող է ձեր այցը նաև պատմական դառնալ։ Նախորդին կայացել է վարչապետի եւ նախագահի հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով մայիսի 8-ից արձակուրդում է լինելու։ Այն կընդհատվի միայն մայիսի 28-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունի կատարի եւ գուցե նաեւ աշխատանքային ինչ-որ հարցեր լինեն այդ առիթով։ Նախագահն էլ շնորհակալություն է հայտնել տեղեկության համար, վստահություն հայտնել, որ վարչապետի կողմից, կառավարության կողմից, իշխանության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրությունները անցնեն թափանցիկ առանց որևէ խնդիրների եւ ընտրության արդյունքները կասկած չհարուցեն, որովհետեւ այս տարիների ընթացքում մեզ համար ամենամեծ փորձությունը միշտ եղել է ընտրությունը եւ վատ իրադարձությունները տեղի են ունեցել հենց ընտրությունների եւ հետընտրությունների ընթացքում։ Ամենակարևոր խնդիրն է նա, որ մենք ապահովենք մեր պետական ինստիտուտները, Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի արտահայտությունը եւ իհարկե քաղաքական գաղափարների եւ ասելիքի ազատ մրցակցությունը երկրում դա ամենակարևոր բանն է, որպեսզի նաեւ ընտրությունների արդյունքները արտահայտեն ժողովրդի կամքը եւ իհարկե նաեւ ընտրությունների եւ ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցության դեմ պայքար պետքա տեղ ունենա, որը մեր պետական ինստիտուտների գործն է եւ իհարկե մենք վերջին տարիներին ամեն ինչ արել ենք, որ կարողությունները Հայաստանի Հանրապետությունում զարգանան, որպեսզի նաեւ այդ առումով արդյունավետ պայքար հնարավոր լինի մղել եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ մեր ինստիտուտները կարողանան այդ գործառույթը իրականացնել, որպեսզի ամեն ինչ մնա բացառապես քաղաքական գաղափարների եւ ասելիքի մրցակցության դաշտում։ Մեր հասարակության մեջ տեղի ունեցել, ավելի շուտ մեր պետության մեջ հանրային արդյունքի բաշխման փոփոխություն։ Եթե ժամանակին այդ հանրային արդյունքի ստեղծողների թիվը շատ փոքր էր, ասենք 40 մեծահարուստ մարդ էին։ Հիմա այդ թիվը անգամներով, զրոներով ավելացել է։ Եվ դրա արդյունքում է, որ մարդիկ սկսվել են եւ լավ ապրել եւ գործարարությամբ զբաղվել եւ տնտեսության մեջ հաջողություն կա։ Եվ դրա արդյունքում է, որ մեր երկրում անհավասարությունը պակասել է։ Ես սկսեցի խորանալ, պատճառը ի՞նչն է։ Շատ պրիմիտիվ է բացատրությունը, որովհետեւ օրենքներ են աշխատում, օրենքները հասանելի են, բառ ենք մենք օգտագործում ներառական։ Մեր տնտեսական քաղաքականության եւ ընդհանրապես երկրում վարվող քաղաքականության ներառականության մակարդակն է բարձրացել եւ հասանելի է դարձել։ Եվ երբ որ մեր ծրագրերն եմ նայում ես, այն ծրագրերը, որ կառավարությունն է նաեւ ներկայացնում, դրանց մեջ այդ գործոնը շատ կարեւոր է։ Եվ դրանով է պայմանավորված նաեւ ժողովրդի վերաբերմունքը։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է, այն տևելու է մինչև հունիսի 5-ը։ Մասնակցում է 19 կուսակցություն եւ դաշինք, ռեֆորմիստներ, բոլորին դեմ եմ, ուժեղ Հայաստան, շնորհապետական, նոր ուժ, միասնության թևեր, Բարգավաճ Հայաստան, ազգային ժողովրդավարական բևեռ, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք, Հայ ազգային կոնգրես, Հանրապետություն, Քրիստոնեա ժողովրդավարական, Ալյանս, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, ժողովրդավարական համախմբում, քաղաքացիական
պայմանագիր Հայաստան դաշինք հանուն հանրապետության լուսավոր Հայաստան։ Առավոտից նրանք շրջում են մայրաքաղաքով ու մարզերով զրուցում քաղաքացիների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը։ Հիշեցնենք, ընտրությունները հունիսի 7-ին են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ մասնակից կուսակցություններին, դաշինքներին կոչի անում նախընտրական քարոզչություն իրականացնել ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում։ Քարոզչության ժամանակահատվածը մինչև հունիսի 5-ը ժամը 24-ը։ Կանոններն ամփոփված են հանձնաժողովի հրապարակած տեսանյութում։ Որն է նախընտրական քարոզչության սահմանումը։ Նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին, քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցությունների դաշինքի օգտին։ Երբ է իրականացվելու ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզչությունը։ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ի 24:00։ Երբ եւ որ իրավիճակներում է արգելվում քարոզչությունը։ Քվեարկության եւ դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, ԶԼՄ-ներով, այդ թվում կաբելային, մալուխային ցանցով, արբանյակային կապով, վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում քարոզչությունն արգելվում է։ Արդյոք այս արգելքը տարածվում է նաև գովազդային վահանակների վրա տեղադրված քարոզչական պաստառների պարագայում։ Ոչ, վահանակների վրա տեղադրված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը չեն հեռացվում։ Ինչ հարթակներով կարող է իրականացվել նախընտրական քարոզչությունը։ Զանգվածային լրատվամիջոցներ, համացանց, քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր, հավաքներ, ընտրողների հետ հանդիպումներ, ներսում եւ դրսում, համերգներ, ներկայացումներ, կինոցուցադրություններ, սպորտային եւ այլ միջոցառումներ, քաղաքական գովազդ, օրենքով չարգելված այլ եղանակներ։ Ինչպես պետք է իրականացվի նախընտրական քարոզչությունը ԶԼՄ-ներով։ Պետք է ապահովվի ոչ կողմնակալ ու ոչ խտրական լուսաբանում ընտրությունների մասնակից բոլոր կուսակցությունների, դաշինքների նկատմամբ։ Նախընտրական քարոզչության հետ չկապված հրապարակումները պետք է լինեն չեզոք։ Նախընտրական քարոզչություն չիրականացնելը հիմք չէ տվյալ կուսակցության, դաշինքի վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու համար։ Ընտրությունների ժամանակ թեկնածուի, ընտրությունների մասնակից կուսակցության, դաշինքի մասին տարածված տեղեկատվությունը պետք է հերքվի 24 ժամվա ընթացքում։ Ինչպես լուսաբանել թեկնածուին, եթե նա հանրային պաշտոն զբաղեցնող անձ է։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող թեկնածուների լիազորությունների իրականացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները չեն համարվում նախընտրական քարոզչություն։ Նման հաղորդագրությունները չպետք է պարունակեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ կամ ներկայացնեն տվյալ պաշտոնատար անձի որպես թեկնածուի գործունեությունը լուսաբանող տեսաձայնային հոլովակներ, ֆիլմեր կամ նկարներ, որոնք կարող են ասոցացվել նախընտրական քարոզչության հետ։ Ինչը կարող է հանդիսանալ վարչական ռեսուրս։ Պաշտոնական դիրքը եւ ազդեցությունը, ենթակաների նկատմամբ իշխանությունը, պետական տեղական բյուջեն, գույքը, մեքենաները, պետական համայնքային շենքերը, ծառայողական ժամանակը, պաշտոնական տեղեկատվությունը։ Երբ է վարչական ռեսուրսի կիրառումը համարվում չարաշահում։ Երբ օգտագործվում է որևէ կուսակցության կամ թեկնածուի օգտին, օգտագործվում է ընտրողների վրա ազդելու համար, օգտագործվում է ընտրական մրցակցությունը խաթարելու նպատակով։ Վարչական ռեսուրս են համարվում մարդկային, ֆինանսական, նյութական այն միջոցները, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, պայմանավորված հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների եւ հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ։ Վարչական ռեսուրսները ներառում են նաև ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային ու կապի միջոցները։ Ովքեր չեն կարող ներգրավվել նախընտրական քարոզչության շրջանակներում։ Ընտրական հանձնաժողովների անդամները, հանրային ծառայության մեջ գտնվողները, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներն իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոն է հանդես գալիս։
պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոն է հանդես գալիս։ Դատավորները, դատախազները, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, քննչական մարմինների ղեկավարները եւ ղեկավարների տեղակալները, քննիչները, բարեգործական եւ կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները եւ կազմակերպությունները, քաղաքացիություն չունեցող անձինք, մարդու իրավունքների պաշտպանը, կենտրոնական բանկի նախագահը եւ խորհրդի անդամները, հաշվեկննիչ պալատի անդամները, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները, ինքնավար մարմինների անդամները, բարձրագույն դատական խորհրդի անդամները, հանրապետության նախագահը, դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպությունները եւ դիտորդները, ազգային ժողովի падգամավորին, համայնքների ղեկավարներին եւ ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը, բացառելով վարչական ռեսուրսների օգտագործումը։ Հանրային ծառայության մեջ գտնվող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն արդյոք սահմանափակումների կիրառմամբ են իրականացնում։ Արգելվում է թեկնածուին ընտրություններին մասնակցող կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը, պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար։ Արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային եւ կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։ Հանրային ծառայության մեջ գտնվող падգամավորի թեկնածուները նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչ քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից, բացառությամբ հանրապետության նախագահի, վարչապետի, փոխվարչապետի, նախարարների, ԱԺ падգամավորների։ Ուշադրություն. Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը, թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ, խոստանալ, դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել, խոստանալ ծառայություններ։ Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել, ասոցացվել, ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները։ Այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, կամ որոնց հիմնադիրը կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու, ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քարոզարշավը սկսել է Սյունիքից։ Կուսակցության ներկայացուցիչները եղել են մի շարք համայնքներում շփվել քաղաքացիների հետ, ներկայացրել ծրագրերը։ Վաղը երեկոյան տեղի կունենա մեծ հավաք Կապանի Նժդեհի հրապարակում։ Այսօր մենք ուրախ ավտոբուսը շարժվում է դեպի Սյունիքի մարզ, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր շտաբները հանրապետության բոլոր մարզերում այսօրվանից սկսում են քարոզարշավը եւ մեր հիմնական մարտավարությունը եւ գործելակերպը հետեւյալն է. մենք ուրախ ավտոբուսով, ես անձամբ կոնկրետ ուղղությամբ կշարժվեմ, ավելի ուշ մենք մեր հանդիպումների գրաֆիկը նորից կթարմացնենք, բայց բացի ուրախ ավտոբուսից, բացի այս ուղղությունից հանրապետության բոլոր մարզերում բնակավայրերում մեր գործընկերները պետքա քարոզարշավ իրականացնեն։ Բարև եղբայր։ Մեր բուկլետից է ձեզ նվիրենք, բարև եղբայր։
Քարտեզեր կուրտանեմ հորստա։ Հաճույքով եղբայր, հաճույքով։ Աստված առողջություն։ Քան տարեկան է։ Վիրահատել են տամար չտարել։ Բարը ձեզ։ Առողջության ապահովագրությունով են վիրահատել, նորմալ եղել է։ Էս էլ քեզ եղբայր։ Վայ, բարև ձեզ, էս ինչ լավ խանութ է։ Բարև ձեզ։ Բուկլետ տվեք, էլի, բուկլետ տվեք, ժողովուրդ։ Մեր էլի տվեք բուկլետ, մի քանի հատ տվեք։ Մեր բուկլետից ձեզ, բարև եղբայր, ոտներս բարի լինի։ Մեր քարտեզից, մեր բուկլետից։ Բարև ձեզ, բարև եղբայր, գործերին հաջողություն, ես էլ հաջողություն թող բերի ձեզ։ Բուկլետն է թող հաջողություն բերի ձեզ։ Բարև ձեզ։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը քարոզարշավը մեկնարկել է Երասխից։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը ներկայացրել է անելիքներն ու մանրամասնել, թե որն է այդ վայրն ընտրելու խորհուրդը։ Ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որը այսօր Հայաստանը ունի։ Սա Երասխի մետալուրգիական գործարանն է որպես սիմվոլ, որովհետև այսօրվա կառավարությունը 2 տարի առաջ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում դադարեցրել է Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից։ Այսինքն ամերիկյան ներդրողները Երասխում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում սկսել էին կառուցել մետալուրգիական գործարան, Ադրբեջանը սկսեց կրակել, վիրավորել նաև գործարանի վրա աշխատող բանվորներին եւ գործարանի շինարարությունը դադարեցվեց։ Հետագայում այն տեղափոխվեց այլ վայր։ Հիմա խոսալ անդադար ինքնիշխանությունից, ասել, որ մենք ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, սակայն ունենալ նման ամոթ, նման խայտառակություն եւ բան անել, մեծ խոսալ, հոխորտալ ընդդիմադիր ուժերի վրա, սա մենք ուզում էինք ցույց տալ քարոզարշավի առաջին օրը եւ խոսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից։ Սիրելի հայրենակիցներ, դուք հունիսի 7-ին հնարավորություն ունեք պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ինքնությունն ու հայկական բովանդակությունը։ Այն Հայաստանի Հանրապետությունը, որը մենք ուզում ենք հունիսի 7-ից հետո, չի կարող նման նվաստացած վիճակում լինել։ Եվ որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում, ինքնիշխան տարածքում, հարևան պետությունը կրակելով արգելում է կառուցել գործարան, որը բոլոր չափանիշներին համապատասխանող գործարան է, եւ այս իմաստով շատ կարեւոր ենք մենք համարում, որ մեր հայրենակիցներն իմանան, որ մեր թիմը այս ընտրություններին մասնակցելով սպառողական խոստումները մի կողմ դրած, խոսում է այն խնդիրներից, որոնք պաշտպանելու են մեր հայկական պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Հունիսի 7-ին գնալով ընտրական տեղամասեր, քվեարկելով 19 քվեաթերթիկով, ընտրելով մեր թիմին, դուք հնարավորություն եք ստանալու այս խնդիրները կարգավորել։ Միասնության թևերն էլ քարոզարշավը սկսել է Գոշավանքից։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տեղը պատահական ընտրություն չէ։ Գոշավանքում է ապրել եւ ստեղծագործել Մխիթար Գոշը։ Մարդ, որ դարեր առաջ խոսում էր արդարության, օրենքի եւ մարդու արժանապատվության մասին, այն արժեքների, որոնց կարիքը Հայաստանն ունի նաեւ այսօր, ասել է Թաթոյանը։ Մենք ասում ենք, որ ոչ, մենք հայերս այսքան հազարավոր տարիների պատմություն ունեցող հերոսական ժողովուրդ ենք, մեր ազգային ինքնությունը, մեր հիմա ունենք Փառք Աստծո մեր անկախ պետականությունն ու ինքնիշխանությունը եւ մենք պետք է ընտրություն անենք ելնելով մեր շահերից, իրանով թե մենք ինչ ենք ուզում, մենք պետք է ընտրություն անենք ոչ թե հաշվի առնելով թե ուրիշները ինչ են ուզում, այլ մենք ինչ ենք ուզում։ Սա է մեր նպատակը, իսկ արդարության գաղափարը ընտրված է նաեւ Գոշավանքի նրանով, որ երկար տարիներ մեր ժողովուրդը եղել է ցավոք սրտի խնդիրներն այնքան շատ են եւ ընտրությունից ընտրություն մարդկանց խոստումներ են տվել, հետո գնացել, կորել են, իրենց համար ամեն մեկը պաշտոնների պետությանը կապ ունենալու նաեւ շնորհիվ պաշտոնների շնորհիվ անձնական կյանքն է բարելավել, բիզնեսներ են դրել եւ այլն։ Հիմա մեր ժողովուրդը նաեւ այդ խնդիրը ցավոք սրտի կա, որ վստահության հարց կա եւ ժողովուրդը հիասթափված է նաեւ։ Հիմա մեր խնդիրն է, որպեսզի այնպես անենք ժողովրդի մեծամասնությունը հավատա մեզ եւ մեր ուժին եւ որ իսկապես արդարությունը գալիս է ու ամենակարևորներից նաեւ որ գիտեք այս իշխանությունը երբ 2018-ին ստանձնեց Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հիշենք ինչ խոստումներ էին տալիս։ Ամենաբարձր խոստումները 2050 թվականին մինչև 5 միլիոն բնակչություն էին խոստանում, մինչդեռ 2050 թվականին ժողովրդավարական տվյալներով
վիճակագրական այլ ուսումնասիրություններով 24.4% միայն լինելու է մեր ավագ սերունդը, տարեց սերունդը։ Դուք պատկերացեք ինչ աստիճան է խաբված մեր ժողովուրդը այս իշխանությունների նաև քաղաքականության պատճառով։ Բոլորին դեմ եմ կուսակցության քարոզարշավը մեկնարկել է Վերնիսաժից բարի բուն իմաստով ցեխ շպրտելու ակցիայով։ Կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ կուսակցության հիմնական քաղաքական առաջարկներից են ընտրական համակարգի փոփոխությունը, խորհրդարանական ընտրություններում կայուն մեծամասնության դրույթի վերացումը եւ ընտրական շեմի իջեցումը մինչեւ 1%։ Մենք պաստառի վրա պատկերել ենք բոլոր ուժերին ու պատժիր բոլորին գրությամբ։ Իդեպ կարող եք ուշադրի լինել, որ թվով երկրորդը հենց մեր լոգոն է։ Ընտրությունները երբ որ սկսվում են, քաղաքական ուժերը սկսում են իրար վրա ացուձախ ցեխ շպրտել։ Այդ process-ը արդեն իսկ սկսել է, ու մենք որոշեցինք քաղաքացիներին տալ հնարավորություն, որ իրենք կարողանան իսկական ցեխ շպրտել քաղաքական ուժերի վրա։ Գործընթացը մեր դեպքում սկսվելու է Spider-Man-ից, ով մեր գլխավոր հերոսն է, ով հիմա ցեխ կշպրտի ու մենք կտեսնենք, թե որ ուժին կգտնի այն։ Համեցեք։ Այսինքն ամեն ինչ արդեն ցեխոտվեց։ Այո, վերջում Ուժեղ Հայաստանը ազգային ժողովի դիմաց է մեկնարկել քարոզարշավը։ Լրագրողների հետ զրույցում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսել է երկրում փոփոխությունների սուր անհրաժեշտության մասին, ընդգծել, որ այդ փոփոխությունները կարող են կյանքի կոչվել միայն Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Կարապետյանի խոսույթի մեջ առաջնային բանը, որ երկրին պետք է մարդիկ պետք է իրենց տանը, իրենց գրպանի վրա, իրենց երեխաների կյանքի որակի վրա տարբերությունը զգան։ Սա պետք է մենք բերենք։ Առաջարկում է երկրի հիմնական գործը պետք է լինի առաջին իսկ օրվանից 3-4 ամսվա ընթացքում մենք մի քանի ծրագիր ենք անում։ Ծայրահեղ աղքատության ծրագիրն է 150,000 դրամ յուրաքանչյուր 5 հոգանոց ընտանիքին, ով ծայրահեղ աղքատ է։ Այդ գումարը տալու են հայ աշխարհի հարուստ հայ գործարարները 70% եւ 30% միայն մասնակցելու է պետությունը։ Ասեմ իմիջայլոց, ոչ ոք Հայաստանում չի կարող այդպիսի ծրագիր անի, որովհետև ոչ մի գործարար այսօր պետության կոչով, ոչ մի համաշխարհային հայկական կապիտալի տեր, ոչ թե այն գործարարները, ով ստիպված են ձեռք սեղմում անել, հայկական սպյուրքի ոչ մի մեծ գործարար այս իշխանության կոչով չի անի այդպես բան։ Մենք հայ ժողովրդին, բոլոր ընդդիմադիրներին կոչ ենք անում, բոլոր ընդդիմադիր հայացքով մեր հայրենակիցներին Ժորժ ջան, ժյուրի մրցույթ չի, մենք պայքարում ենք մեր հայրենիքն է, բայց մենակ մեր հայրենիքը չի, ձեր հայրենիքն էլ է, մտել ենք այս պայքարի մեջ, մինչև վերջ պայքարում ենք, մասնակցեք, աջակցեք, իրար հետ, փոխենք, փոփոխություն է պետք, այս մարդկանց ճամփել է պետք, իրանք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ, կռիվ են մտցնում շրջապատում, ուր հայտնվում են ձախողում կա, միակ հաջողությունը պարտվեցնել ծախելն է։ Պետքա փոխենք, պետքա այս շենքը չլինի տխրություն հիշեցնող, ստրեսներ հիշեցնող, պարտություն հիշեցնող շենք։ Այս շենքը պետքա լինի մարդկանց համար հույսի տեղ։ Ընտրակաշարք տալու եւ ստանալու հերթական դեպքն է բացահայտել հակակոռուպցիոն կոմիտեն, խուզարկություններ են կատարել Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում։ Իրավապահները խուզարկել են նաեւ Ուժեղ Հայաստան կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։ Ավելին տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն իր մերձավոր ազգականների եւ այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաեւ տվել են ընտրակաշարք, գործընթացը քողարկելով նշված անձանց կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու եւ կաշառք գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ։ Սաղ պատասխանատուների տեմը գումարը 200,000, ակտիվիստերին 80,000, հավաքարարը գրել ես։ Հա? Հա, գրել եմ, հավաքարարն եմ գրել։ Այ հորես տարեփոստի Սիմոն Հոպարինը գրել ես։ Սիմոն Հոպարն ով է։ Վայ, այն անգամ որ եկավ ակտիվիստ, վայ, դուք Նշեք գրեմ։ Կիրակոսյան Սիմոն, իրանից թուղթ բան կա մոտդ, պասպորտ բան, հաշվի համար,
Մար ակտիվիստներին вообще հաշվի համար մի կրե։ Հոպա մի հատ պասպորտ սերիադ է պետք։ Պասպորտի սերիան։ Հա։ Ան հմի։ Մենագիմ է։ Հա։ Հա, թաթուն լսել է։ Հա։ Քուրոջս պասպորտներով բերեմ դες պետք է գրանցելու ինքը զայն բրի դեզի տայելի բանին։ Նա в общем թողել եմ, բայց զգուշ եղեք։ Թողել են, թողել են, բայց զգուշ եղեք։ Դասենձի մի հատ ֆլեշկա կբերես, ես կոմպերացը կծեմ մեջը մի շիշ Բացի այդ, ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձը նյութապես շահագրգռելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց անունից տրված պահանջին չենթարկվելու հետևանքներով վախեցնելու սպառնալիքով փորձել է խոչընդոտել մի շարք ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Նորմալ սելմերգու բար։ Տեսալ է նորմալ moment նոր եղավ տեղեք մերեք նորեք են դուրս արսերն դուք դի լուզես թե ով է լուզա։ Ում հարցն է։ Իմ։ Ախպեր ես Արմենի հետ չես խոսած։ Չէ, ախպեր։ Արմենը սեց։ Ինչ սեց։ Սեց որ ախպեր։ Ասել եմ որ Երևանը թող թաթուլը քո հետ արսերը լուզա։ Յանի կոմոդնա դուք դի տաս։ Մավելը տես ինչա ախպեր, ես երգորը մի հատ դի հավաքվին կլա հասկնամ էլի տենա։ Ինչա է, տեսմա բդերն է ավել լավա։ Ամեկս մեր ճամփով ախպեր։ Սպեսել որ կեղնի հաստատ մարտելա չի հավաքվի մեր բոլորը ախպեր։ Ճիշտ է, սուս ախպեր ես։ Որտեվ ընկեր մարկանց սեն գործից կդրե բերել եմ ախպեր։ Սենք հաստատ է։ Լանկի դմերնի մստորոմի խոսած հավը տանիմ, հա խնդրում գը։ Գործի եմ բերե ախպեր, են մի սոպեքը բերել եմ ախպեր։ Մերնի մեզ գիտեմ, ընկերս, երնի մեզ սրդինար։ Ինչ կեզիշ բիլսեր, հա? Գրանց ես թատուլ, հա? Կոն բուտիս։ Odezí. Že nedám tím té sávsky. Tak adam neřeším situace. Tak nejde to na pomůžu. Chodu chvíla, či se mohu suděrně všude. Nej, Ergus. Jde. Když ta sánin. Anin šenki tam. Ախպեր վիշի ադամ սարքի գավի 5000 դրամ թանկ է, բայց ուժեղ դեղա։ Ստեն ամեն տուֆտա բանում ախպեր Մարկաստանի։ Սեր դիք երկարան սուգ աշխատողներ էլի գադա ջան, սեր քեզով դիմա բան ախաճարի։ Հա դե այնտեղ բանից, չէ, կանաս ֆուկս։ Ապեր Չգիտեմ դուք հեռախոսով խոսում եք թե չէ, բայց ընտրությունների ման ախպեր ես չեմ մասնակցում ոչ մի բանի։ Հայ, слушай, կամա բաներով քեզ вообще ման տերստերը դու է զարմաներ։ Չեմ ուզում ապեր։ Կողոտի միտուս բան է կբռներ։ Չեմ ուզում սա։ Կամա բանը մերներով Տղասեմ չեմ ուզում, եթե կախված է դեդոնց հետ չեմ ուզում։ Սիկ թաթուլի հետ կուկամ, սիկ թաթուլի հետ կուկաս, Մոնտե Մելքոնյանի հետ կուկաս, ու մեծ կուզես արի։ Նա քեպների բոլորն է, սաղ ճշտերիմ կուրսին։ Մի զայլես տարեք, այդ ընտրությունների ման ընձի մեկը զանգի, կուկամ գմնիմ ձեր գեղե, ով զանգել է ծես խուդ է։ Անդա դու կա թարսիս քնե։ Քեպեի վրա ով պրագոնին երեք կողեր են, ով որ բդնդրե քեպը բոզ է։ Աստան է։ Ամարտիկ պրագոնին երեք, սի ախպեր դիպը լավ տղեկի պրներ կդա, դուք է իմանալով ախպեր սա Հայաստան իրար գմորտին, դուք է տենալով բդեշտակ բան ենիք, կյոգիր։ Ադիք դու գործունից են մարդկանց հետ, որը նարդիկ չիդեմ դիք կեզ ով է տեղացրե, բայց սխալեներ է։ Արի տանի մոդները։ Սեմ սխալեներ է։ Արի տանի մոդները։ Արի հենց սմի ավտոկա, արի էստան։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Այլ թեմաներ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետական քարտուղար Պավել Բեդժայի հետ հանդիպում ընթրիքով։ Այս մասին հայտնել են գերատեսչությունից։
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց։ Ազգային ժողովի նիստում քննարկվել եւ ընդունվել է քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը։ Նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն 65 տարեկան տարիքային սահմանափակումը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Facebook-ի էջի տեսանյութում մանրամասներ է ներկայացրել։ Այսօր ազգային ժողովը երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունեց օրենսդրական նախաձեռնությունների մեր փաթեթը, որով ըստ էության վերացվեց գրեթե բոլոր գերատեսչություններում հանրային ծառայության 65 տարեկանի շեմը եւ մեր հազարավոր քաղաքացիներ կարողանալու են շարունակել իրենց աշխատանքը 65 տարեկան լրանալուն պես, իհարկե որոշ բացառություններով, դրանք հիմնականում ուժային կառույցներն են, որոշ կարգավորումներ բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձրագույն կրթության մասին օրենքով, բայց մեծամասամբ եւ դրանք 20,000-ից 25,000 մոտ քաղաքացիները մեր կկարողանան, եթե 65-ը լրանում է, շարունակել, եթե իհարկե նրանք համապատասխանում են պաշտոնի անձնագրին եւ նաեւ կկարողանան ընդունվել աշխատանքի, եթե կարողանան քննությունները հանձնել քաղաքծառայության, համայնքային ծառայության եւ նաեւ խոսքը վերաբերում է պողակների տնօրեններին, հողակների տնօրեններին, այնպես որ խնդրում եմ այս լավ լուրը, որը որ ըստ էության տարիքային խտրականության վերացումն էր, որը արդեն իր վերացվել էր մասնավոր հատվածում, իրականացվում է նաեւ պետական հատվածում, խնդրում եմ տարածել։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտնել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հավաստիացումներ է ստացել, որ Վաշինգտոնը Կուբա ներխուժելու մտադրություն չունի։ Բացի այդ, Թրամփի հետ հանդիպումից հետո Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում Բրազիլիայի ղեկավարը ընդգծել է, որ պատրաստ է օգնել Կուբայի եւ ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները լուծելու գործում։ Կուբան տրամադրված է երկխոսության եւ այնպիսի լուծում գտնելու, որը թույլ կտա վերջ դնել ամերիկյան շրջափակմանը։ Այս շրջափակումը չի կարողացել Կուբային զրկել այն ազատությունից, որը նա ձեռք է բերել հեղափոխության շնորհիվ, հավելել է Բրազիլիայի նախագահը։ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ ձեռնարկել Կուբայի դեմ այնքան ժամանակ, մինչև հանրապետության իշխանությունները չանցկացնեն մի շարք քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ, որոնք Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել այնքան ժամանակ, մինչև վարչակարգը չանցկացնի բոլոր անհրաժեշտ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները, գրել է Ռուբիոն X-ում։ Պետքարտուղարի խոսքով ԱՄՆ վարչակազմը անգործ չի նստի, մինչև Կուբայի կոմունիստական ռեժիմը սպառնում է մեր ազգային անվտանգությանը մեր կիսագնդում։ Մայիսի 7-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել, որին ի պատասխան Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան հայտնել է, որ ԱՄՆ այդ քայլերը հաստատում են Վաշինգտոնի ցեղասպանական մտադրությունները Կուբայի բնակչության նկատմամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել է Եվրամիությանը մինչև հուլիսի 4-ը ժամանակ տալ առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու եւ ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը վերացնելու համար։ Այս մասին նա հայտնել է Truth Social հարթակում։ Ես համբերատար սպասում եմ, որ Եվրամիությունը կատարի Շոտլանդիայի Թերնբերի քաղաքում մեր կողմից համաձայնեցված պատմական առևտրային համաձայնագրի պատմության մեջ ամենախոշոր առևտրային համաձայնագրի իր մասը։ Ես համաձայնել եմ դրա համար ժամանակ տալ մինչև ԱՄՆ-ի 250-ամյակը, կամ էլ ցավոք մեր մաքսատուրքերը կավելանան մինչև անհամեմատ ավելի բարձր մակարդակ, գրել է Դոնալդ Թրամփը։ Նա հավելել է, որ այլ թեմաների շարքում Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է նաև Իրանի շուրջ հակամարտությունը։ Նախագահը վստահեցրել է, որ ինքը եւ ֆոն դեր Լայենը համաձայնության են եկել, որ Թեհրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի եւ Մոլդովայի ժողովուրդներին։ Այս մասին հայտնում է Կրեմլը։ Օտարերկրյա պետությունների ղեկավարներին եւ քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը սրտան շնորհավորանք
ուրախներ եւ անկեղծ երախտագիտության խոսքերը փոխանցել հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ թիկունքի աշխատավորներին, մաղթել նրանց քաջառողջություն, ոգու տոկունություն եւ երկարակեցություն։ Վրաստանի եւ Մոլդովայի ժողովուրդներին ուղղված դիմումներում Վլադիմիր Պուտինը կոչ է արել վառպահել պատերազմական դաժան տարիների իրադարձությունների հիշատակը, հաջորդ սերունդներին փոխանցել մեր երկրների ժողովուրդներին միավորող բարեկամության եւ փոխօգնության բարի ավանդույթները։ Բուլղարիայի Հանրապետության խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակած առաջադեմ Բուլղարիա կուսակցության առաջնորդ Ռումեն Ռադիևին։ 122 անդամ քվեարկել է կողմ, 70-ը դեմ, գրեթե 40-ը ձեռնպահ է մնացել։ Ռադիևը հայտարարել է, որ կառավարությունը նպատակ ունի ամրապնդել ազգային ինքնիշխանությունը եւ կառուցողական մոտեցման աջակցել Բուլղարիայի շահերին։ Նա նշել է, որ մտադիր է ամրապնդել Սոֆիայի ձայնը Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում։ Վարչապետը նաև խոստացել է կանխել Բուլղարիայի ներքաշումը ռազմական հակամարտության մեջ։ Ավելի վաղ Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան առաջադեմ Բուլղարիայի առաջնորդին հանձնել էր կառավարություն ձևավորելու մանդատը։ Ռադիևի կուսակցությունը հաղթել է ապրիլյան խորհրդարանական ընտրություններում, ստանալով ընտրողների գրեթե 45%-ի աջակցությունը։ Չինաստանի Հունանի նահանգի հրավառելիքի արտադրության գործարանում մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 37-ի։ Մեկ մարդ համարվում է անհետ կորած, 51 մարդ բժշկական օգնություն է ստանում հիվանդանոցում, նրանցից 5-ը գտնվում է ծանր վիճակում։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը կարգադրել է խստացնել անվտանգության միջոցներն ամբողջ երկրի արտադրական օբյեկտներում, անհրաժեշտ օգնություն ցույց տալ տուժածներին, հնարավորինս արագ պարզել պատահարի պատճառները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ վաղը ցերեկային ժամերին հանրապետության առանձին շրջաններում, նաև մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ից 12-ը, աստիճանաբար կբարձրանա 6-ից 8 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օրեր։